Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունը Արցախից բռնի տեղահանված մեր հայրենակիցներին հայտնում է, որ հունիսի 1-ից վերամեկնարկելու է բռնի տեղահանված կարիքավոր ընտանիքներին լրացուցիչ հրատապ սոցիալական աջակցության միջոցառումը։ Ծրագրի պայմաններին համապատասխանող յուրաքանչյուր ընտանիքին նախարարությունը առաջարկում է սոցիալական աջակցություն 40,000 դրամի չափով, որին կավելանա 10,000 դրամ բռնի տեղահանված յուրաքանչյուր անդամի համար սկսած երկրորդ անդամից։ Ծրագրից կարող են օգտվել որոշակի սոցիալական կարգ ունեցող բռնի տեղահանված քաղաքացիները։ Արցախցիների իրավունքների պաշտպանության խորհուրդն էլ իր հերթին հայտնում է, որ կառավարությունը այս 2 ամիսներին չի կատարել իրենց խոստացածը։ Մեծ հետ զրույցում խորհրդի անդամ Անաստաս Իսրայելյանը նշեց հետևյալը. Մոտակա ժամանակները, օրերը խորհուրդը արդեն իրազեկման բանա ներկայացնելու այդ ժամանակահատվածում ինչ արդյունքների է հասել կառավարության հետ քննարկումների, այդ կետերի շուրջ, սոցիալական այդ հարցերի շուրջ, այդ բնակարանային փոփոխությունների այն կարևոր կետերի շուրջ, ու դա իրազեկելու է, ինչ արդյունքների են հասել։ Ու դրանից այդ ընթացքում էլ ասելու ենք, ներկայացնելու է հետագա անելիքների մասին։ Խոսքի մոտակա ժամանակները դա արդեն այդ իրազեկման օրն էլ է ներկայացնվելու ու այդ իրազեկման օրվա ընթացքում էլ այդ օրն էլ ներկայացնվելու արդյունքների մասին ու հետագա անելիքների մասին նույնպես։ Իսրայելյանը նաև չի բացառում, որ արցախցիները հանդես գան նորից մեծ հանրահավաքով։ Մեծ հետ զրույցում նա նշեց, որ հասունանում է մի իրավիճակ, որ պիտի նորից արցախցիները դուրս գան միասնական ու համախմբված պայքարի։ Մեր ծրագիրը սկզբնական շրջանում ոնց եղել է օրակարգի համապատասխան, ինքը ամեն ձևի դա պահպանվում է ու հանրահավաքի հետ կախված այո, տենց մտադրություններ կա շարունակելու, որովհետև հաշվի առնելու, որ այսօրվա իրավիճակում այդ բանակցային պրոցեսների ընթացքում հանրապես ես գիտեմ, թե տենց կարևոր հարցերի շուրջ լուրջ արդյունքներ չի արձանագրվել։ Մեր զրուցակիցը վստահեցնում է, արցախցիների պայքարը չի ավարտվել և չի ավարտվելու այնքան ժամանակ, քանի դեռ հստակ լուծումներ չեն տրվել խորհրդի ներկայացրած պահանջներին։ Իսրայելյանը նշում է, որ Հայաստանի գործող իշխանությունը պարտավոր է հաշվի առնել արցախցիների սոցիալական խնդիրները, հավատարիմ մնալ իրենց տրված խոստումին, որի համաձայն պետք է հստակ լուծումներ տրվեին արցախցիների խնդիրներին և 40,000 դրամական աջակցություն տրամադրեին այնքան ժամանակ, քանի դեռ բռնի տեղահանված մեր հայրենակիցները ապահովված չեն բնակարանով։ Միասնական պայքարի դուրս գալու համար արցախցիները ունեն կամք, ուժ և վճռականություն։ Հանուն արժանապատվության և մեր հայ լինելու, հայ ապրելու իրավունքների համար մենք պայքարելու ենք մինչև վերջ, ասաց Անաստաս Իսրայելյանը։